Հարկատուների հաշվին 200,000-անոց մեքենայք գնելու անհարգալից պահվածք եք դրսևորում նույն հարկատուների նկատմամբ։ Չի կարելի պարոնալ են, սիրուն չի։ Պարոնալենի շարասյունը խցանման ժամանակ շարունակաբար ազդանշան է տվել վարորդներին։ Մի գծանոց թունելում շարունակել ազդանշանով ճանապարհ պահանջել, ապա հոծ գծով վերադասավորման համար չթույլատրված տեղում շարունակել։ Իսկ երբ վարորդը թույլատրված վայրում վերջապես ճանապարհ է տվել, քշել են վրան ու ըստ վարորդի նաև մեքենայի միջից բղավել վրան։ Բայց զարմանալի բան չկա, չէ՞ որ պարոն Ալենի շարասյունը արտոնյալ է։ Մեկ Սարյանի վրա են երկրորդ շարք կանգնում, մեկ Մաշտոցի ավտոբուսի գծերի մեջ։ Իրենք պերվի կռուկ վարժնի մարդիկ են։ Քաղաքացին էլ իրենց ճանապարհին խանգարող փոքրիկ անախորժություն, որ պիտի հեզաբար ու անմիջապես ճանապարհ տա իրենց տեսնելիս։ Բայց թերևս վարորդի բախտը բերել է, որ Ալենը մեքենայում չէր, այլապես ով իմանա, մարդես թքեր քաղաքացու մեքենայի վրա կամ ծնող հայհոյեր։ Գիտեք, պարոն Ալեն, ձեր շարասյան այս լկտի պահվածքը մի բան հիշեցնում է։ Հա, ճիշտ է, այն վատ նախկինների շարասյունների լկտի պահվածքը։ Բայց անկեղծ ասած, այս հարցերում դուք նոր նշաձողեր եք սահմանելու, իրենց լրիվ գերազանցել եք։ Եվ մի հարց ՆԳՆ-ին։ Եթե ես կամ այլ քաղաքացի այսպես քշենք ու կտրենք ՊՊՑ-ի մեքենայի դիմացը, քանի վայրկյան կպահանջվի, որ մենք ասֆալտին պարկած վիճակում հայտնվենք։ Հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս ու քվետ չտաս հղթացած օրվա իշխանություններին։